Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն հարգելի ունկնդիրներ, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա 30 րոպեներին ձեզ համար կաշխատի Լուսի Քոչարյանը, հիշեցնեմ այն բոլոր տարբերակները, որով կարող եք մեզ հետևել armradio.am կայքի on-line ռեժիմը, live stream-ի տարբերակը եւ դիտել եւ լսել հնարավոր է, տեսագրություն, ձայնագրությունները փնտրեք այս նույն կայքում, ես առողջ եմ բաժնում եւ իհարկե հրավիրում եմ Facebook-յան հարթակ, ինչպես միշտ մեզ live stream-ի տարբերակով դիտելու համար, դրա համար մտնում եք Հայատար գրված Հայաստանի Հանրային ռադիո Facebook-յան էջ եւ հայտնաբերում մեզ։ Նաեւ մեկնաբանություններում կարող եք հարցեր, դիտարկումներ թողնել։ Այսօր մենք զրուցելու ենք երկու մասնագետի հետ, երկու մասնագիտացման բժիշկների հետ, սրտաբան Տաթևիկ Հովակիմյանի, ողջույն Տաթևիկ։ Ողջույն։ Եվ ստոմատոլոգ Մարինե Մկրտչյանի հետ, ողջույն։ Ողջույն Լուսի ջան։ Ձեզ հետ առանձին մենք բազում եթերներ ենք արել, ապահովել ենք շատ պետքական օգտակար տեղեկություն լսանի համար, թե սրտաբանության վերաբերյալ, չէ՞ մենք այնքան շատ թեմաների ենք եւ այնքան վաղուց էլ արդեն քանի տարի էլ սրտաբանության ոլորտի զարգացմանը, էլ վերապատրաստումներին, արիթմիային տեսակներին, էլ արդեն չեմ հիշում թե որքան։ Եվ Մարինայի հետ էլ արդեն երկրորդ տարին այսպես շարք ենք կազմակերպել այն ամեն ինչ պետք է իմանալ ստոմատոլոգիայի դրա նրբությունների, բարդությունների զարգացման առաջ եւ հիմա համեմատությունների վերաբերյալ։ Հիմա մեզ ունկնդրողներ կմտածեն, ինչ գործ ունեն նույն տաղավարում սրտաբանը եւ բժիշկ ստոմատոլոգը, թվում է թե սրանք շատ հեռու իրարից օրգան համակարգեր են, բերանի խոռոչը եւ սիրտը որպես օրգան ու ինչ կապ կարող են ունենալ, բայց ես եթերից առաջ պարզեցի, որ սրտաբանն ու ստոմատոլոգը շատ հաճախ իրար հետ համագործակցում են։ Ուզում եմ ամեն մեկի տել լսել ձեր մասով տպավորությունը եւ այնինչ կուզեիք դուք փոխանցել հանրությանը այս համագործակցության վերաբերյալ։ Երևի թե սկսենք Մարինայից, այո։ Լուսի ջան, շնորհակալ եմ այս հետաքրքիր թեմաները վերհանելու համար։ Եվ իրականում ես ու Տաթևիկը ռեալ կյանքում շատ համագործակցում ենք, ունենք ընդհանուր վարվող շատ պացիենտներ եւ կարող եմ ասել առանց սրտաբանների օգնության երբեմն ստոմատոլոգներին բավականին դժվար է լինում։ Ինչու է դա այդպես? Շատ པարզ պատճառով, որովհետև ստոմատոլոգիական հիվանդությունները աշխարհում ամենատարածված հիվանդություններից են, օրինակ կարիեսը, մեր նման երկրներում տարածվածությունը մեծահասակների շրջանում անգամ մինչև 90% է հասնում, որոշ տվյալներով երբեմն 100% է հասնում։ Այսինքն գրեթե բոլորն ունեն։ Այսինքն գրեթե մեծահասակներից գրեթե բոլորը ունեն ստոմատոլոգիական խնդիրներ, եւ սրտաբանական խնդիրներն էլ իհարկե շատ տարածված են, եթե չեմ սխալվում, մեծահասակներից 30 տարեկանից բարձր պացիենտների շրջանում 3-ից 1-ը եւ միգուցե եւ ավելին ունեն որոշ սրտանոթային խնդիրներ եւ հսկողության են գտնվում սրտաբանի մոտ եւ բնականաբար այս պացիենտները խաչվում են ունեն կան մարդիկ որոնք ունեն եւ սրտաբանական եւ ստոմատոլոգիական խնդիրներ եւ բնականաբար սրտաբանական որևէ պաթոլոգիա ունեցող պացիենտների երբ հայտնվում են ստոմատոլոգիական կաբինետում մենք պիտի հաշվի նստենք սրտաբանի ցուցումների հետ եւ պիտի այնպես անենք որ օգնենք պացիենտին առանց վնասելու եւ հաշվի առնելով իր հիմնական հիվանդությունը։ Այստեղ մեզ օգնության են գալի սրտաբանները եւ այդ հիվանդությունները իրականում քիչ չեն։ Արյան գերճնշում, արիթմիաներ, իշեմիկ հիվանդություն, արհեստական փականներ, էլ կարելի է եւ շարունակել այս ցանկը։ Այո, արդեն ձեր մասով էլ լսենք, որ դեպքերում են ձեզ ուղղորդում, դեպի ձեզ ուղղորդում, որպեսզի դուք օրինակ երևի թույլ տակ հաստատեք, որ այս գործողությունը կարելի անել, իսկ սա որոշ ժամանակ անց, ինչպես է դա տեղի ունենում։ Շնորհակալություն։ Ես անկեղծ ասած կցանկանայի առանձնացնել երկու խոշոր խումբ պացիենտների։ Նրանցից մեկը բոլոր այն պացիենտներն են, որոնք անցել են այս կամ այն տեսակի սրտաբանական միջամտություն։ Դա կարող է լինել օրինակ ստենտավորումը կամ արհեստական փական ունեցող պացիենտները կամ այն պացիենտները, որոնք չեն անցել միջամտություն, բայց ստանում են որոշ տեսակի դեղորայք իրենց ենթադրենք արյունը հեղուկացնելու համար կամ ունեն որևէ տեսակի ռիթմի խանգարում, որը կարող է ինչ-որ ձևով ստոմատոլոգիական միջամտության ժամանակ սրանալ եւ խնդիրներ առաջացնել։ Այս պարագայում մենք անպայման տալիս ենք մեր խորհրդատվությունը, թե
պերիպրոցեդուրալ շրջանում, միջամտական շրջանում, ստոմատոլոգիական միջամտության մասին է խոսքս, ինչպես ճիշտ վարել այդ պացիենտին, որպեսզի անցանկալի խնդիրներ չառաջանան, քանի որ մենք գիտենք, որ սիրտը օրգան է, որը կարող է շատ վտանգավոր սուրպրիզներ առաջացնել ժամանակ ցավոք։ Սա մի մեծ խումբ պացիենտներն են, դրանց առանձին կանդրադառնանք շուտով, եւ երկրորդ մի կարևոր մեծ խումբը, որի մասին մենք ավելի քիչ ենք խոսում, բայց ես շատ եմ ցանկանում ուշադրությունը մեր հանրության գրավել սրա վրա, սա բոլոր այն պացիենտներն են, ովքեր ունեն սրտի կառուցվածքային հիվանդություն։ Եվ առավել եւս այն պացիենտները, ովքեր ունեն սրտում որևէ տեսակի արհեստական մատերիալ, դա կարող է լինել արհեստական փական, դա կարող է լինել ինչ որ տեսակի նյութից արհեստական պրոթեզ եւ այլն, եւ այս պացիենտները մեզ շատ հետաքրքրական են այն առումով, որ եթե իրենք պատշաճ կերպով չհետևեն իրենց բերանի խոռոչի հիգիենային եւ բարբերաբար չբուժեն ատամները եւ նաև չկանխարգելեն ինֆեկցիոն պրոցեսների առաջացումը բերանի խոռոչում, իրենց մոտ կարող է առաջանալ մի շատ վտանգավոր եւ անցանկալի սրտի արդեն հիվանդություն, որը կոչվում է ինֆեկցիոն էնդոկարդիտ։ Շատ բարձր ռիսկերով եւ մահացությամբ հիվանդություն է, որի համար մենք պատրաստում ենք բոլոր պացիենտներին, ովքեր ունեն կառուցվածքային խնդիր կամ արհեստական մատերիալ սրտում տեղադրված, որպեսզի իրենք պատշաճ կերպով կանխարգելեն վարակի ներթափանցումը ատամի խոռոչից դեպի արյան հուն, որտեղից էլ այդ վարակը կարող է գնալ նստել սրտում եւ առաջացնել այդ հիվանդությունը։ Փաստորեն Մարինա, սովորական կարիեսի արկայությունը կամ օրինակ արնահոսող լնդերը ես պատկերացնում եմ, ասենք իսկապես բաց վերքի մեխանիզմով կարող են աշխատել, բայց մնացածը կարծես արյան հետ այդքան էլ կապ չունեն, չգիտեմ, օրինակ նույն կարիեսը կամ իմպլանտացիան եւ այլն, ինչու է այսքան բարձր ռիսկը ատամից դեպի մնացած օրգանիզմը։ Լուսի ջան, իրականում շատ հետազոտություններ կան արված եւ այստեղ ոչ միայն կարիեսի եւ կարիեսի բարդությունների մասին ենք խոսում, այլ նույնիսկ ավելի շատ պերիոդոնտալ ինֆեկցիայի, այսինքն լնդերի հիվանդության, լնդաբորբի պատասխանատուների մասին է ավելի շատ խոսքը եւ հայտնաբերված են, իհարկե դա բազմաթիվ բակտերիաներով է պայմանավորված այդ ինֆեկցիան, բայց ապացուցված է արդեն, որ նույն բակտերիաները մասնակցում են եւ պերիոդոնտի բորբոքային process-ներում եւ էնդոկարդի, այսինքն սրտի հյուսվածքների բորբոքային process-ներում։ Եվ այս ճանապարհը շատ կարճ է, այսինքն այս ճանապարհը արյան միջոցով կարող է գնալ լնդագրպանիկի միջոցով։ Իդեպ խոզանակելիս, երբ մենք վնասում ենք լինդը, լնդային հյուսվածքը եւ արնահոսող լինդ ենք ունենում, հենց այդ պահին կարող է բակտերիան ներթափանցել եւ անցնել դեպի ավելի կարևոր հյուսվածքներ։ Եվ ստոմատոլոգիական միջամտության ժամանակ էլ այդ նույնը կարող է տեղի ունենալ, դրա համար կան կանխարգելիչ գործողություններ եւ մենք շատ վաղուց արդեն տաթևիկի հետ համագործակցում ենք եւ նման բարձր ռիսկ ունեցող պացիենտները նախապես անտիբիոտիկոթերապիա են ստանում, որպեսզի մենք կանխարգելենք նրանց մոտ ինֆեկցիայի զարգացումը եւ եւ ապացուցված է, որ բերանի խոռոչի հիգիենան պատշաճ մակարդակի պահելը զգալիորեն նվազեցնում է ռիսկերը այդ բարդությունների զարգացման։ Մի այսպիսի հարց եմ ուզում ուղղել, դուք երկու տարբերակներ խոսքի մեջ նշեցիք, երբ ստոմատոլոգը ասում է, որ անհրաժեշտություն կա միած սրտաբանի կողմից դիտելու, հետազոտելու եւ իր խոսքն ասելու ու հակառակն էլ այստեղ լսեցինք, որն է ավելի շատ հանդիպում, ձեր փորձառությունից ելնելով, ով է մոտ ավելի շատ ուղղորդում կարճ ասած։ Ես կարող եմ ասել, որ մենք յուրաքանչյուր պացիենտի, ով ունի սրտի կառուցվածքային հիվանդություն կամ պատրաստվում է գնալ վիրահատության, սրտի բաց վիրահատության, որի ժամանակ տեղադրվելու է արհեստական մատերիալ, ասենք օրինակ արհեստական փական կամ ռիթմավար սարք պիտի իմպլանտացվի, այդ բոլոր պացիենտներին պարտադիր զգուշացնում ենք, որ իրենք պիտի այցելեն ստոմատոլոգի եւ վստահ լինենք, որ իրենց բերանի խոռոչում չկա ինֆեկցիոն կարգավիճակ, որը կարող է նախատրամադրել վարակի անցման եւ կանխարգելումը ամենալուրջ շեշտադրումը դրվում է հենց կանխարգելման վրա, որովհետեւ վարակային էնդոկարդիտը եթե արդեն սկսվեց, նա
կարող է շատ երկար, ձգձգվող, ծանր ընթացք ունենալ, որպես կանոն այդ պացիենտները 1 ամիս ավել ջերմում են ու չգիտեն ինչից են ջերմում։ Սագանգատներից Փնտրում են ամբողջ օրգանիզմը ու չեն գտնում, բայց քանի որ տեղեկացվածությունը այդքան մեծ չի նաև բժշկական համայնքում, սրտաբան վերջի կետն է, որ գալիս են, ասում են մի հատ կարող ենք սիրտը նայել, շատ երկար ժամանակ ջերմում է պացիենտը։ Եվ նայում ենք ու տեսնում, որ արդեն ինֆեկցիոն process կա ու դա լուրջ խնդիր է, որը բերում է նաև մահացության ինսուլտների։ Դրա համար մենք պարտադիր շեշտադրում ենք անում կանխարգելման վրա եւ բոլոր բուժարներին խորհուրդ ենք տալիս, ովքեր բարձր ռիսկի խմբում են գտնվում, նույնիսկ առանց որևէ գանգատի, բարբերաբար դիմել ստոմատոլոգի եւ անցնել կանխարգելի զննում համոզվելու համար, որ չունեն ռիսկ։ Մարինա, եթե ձեզ դիմեն, ահա այսպիսի պացիենտներ, դուք հիմնական, այսպես top 3 օրինակ հետազոտությունները կամ քայլերը, որոնք եք անում սովորաբար, որոնք ամենաշտապն են օրինակ։ Դե իրականում նման պացիենտների համար, ոնց որ արդեն նշեցի, ամենակարևորը պերիոդոնտալ ինֆեկցիայի վերահսկողությունն է, բոլոր կարիոս խոռոչների վերացումը եւ եթե ունենք քրոնիկական ինֆեկցված ատամներ, որոնք երկարատև բուժում են պահանջում եւ հարցական նշաններ ունեն նրանց ապակինման հարցում, արդյոք կապակինվեն թե չէ, երբեմն կան այդպիսի ատամներ, որ մենք հետևում ենք տարի, 2 տարի եւ այնուհետեւ որոշում ենք կայացնում այս պացիենտների մոտ, այս ատամների վերաբերյալ մենք ավելի ռադիկալ որոշումներ ենք կայացնում եւ որոշումը գնում է իօքուտ ինֆեկցիայից ազատվելուն, այսինքն այդ պահին մենք պրոբլեմային ատամից ազատվում ենք, որպեսզի պացիենտի բարձր ռիսկերը կանխենք։ Բայց նաև կարող եմ ասել, որ մեր կողմից ուղղորդվող պացիենտները դեպի սրտաբանին ավելի շատ են, ինչու՞, որովհետև մենք մեր պրոտոկոլներում ունենք պացիենտի արյան ճնշման չափում եւ մենք շատ հաճախ լինում ենք առաջի օղակը, որ հայտնաբերում ենք, որ պացիենտը բարձր զարկերակային ճնշում ունի եւ լինում է, որ մենք բարձր զարկերակային ճնշման պատճառով այցը հետաձգում ենք, մեկ էլ երկրորդ այցն ենք փորձում հետաձգել ու հասկանում ենք, որ այս խնդիրը այս մարդու մոտ արկա է, արդեն խորհուրդ ենք տալի այցելել սրտաբանի։ Եվ բարձր զարկերակային ճնշում ունեցող պացիենտների հետ աշխատանքը նույնպես ունի իր յուրահատկությունը եւ սա մի մեծ պացիենտների խումբ է, որի հետ ստոմատոլոգները բնականաբար շատ սովոր են աշխատել, բայց այս պացիենտները երբեմն հակադրություն ունեն եւ իմանալով որ իրենք ունեն բարձր զարկերակային ճնշում կամ որևէ այլ սրտանոթային խնդիր, նրանք խուսափում են ստոմատոլոգի գնալուց, մտածելով որ այն դեղորայքը, որը օգտագործում է ստոմատոլոգը, կարող է վատթարացնել իրենց վիճակը։ Բայց լուծումներ կան, հա, այստեղ։ Նախապես է արվում, ինչ որ դեղորայքի կիրառում կամ դեպքերը տարբեր են, ուրեմն բարձր ճնշման պարագայում մի քիչ ավելի հեշտ է այս հարցը լուծվում, ուրեմն շատ պացիենտներ եւ նույնիսկ շատ բժիշկներ կարծում են, որ եթե մենք ունենք 160 եւ ավել զարկերակային ճնշում, արդեն պացիենտի ընդունելությունը ոնց որ թույլատրելի չի, իհարկե 160-ը մեր համար վերին շեմն է, որտեղ որ թույլատրելի է համարվում եւ երբեմն առաջին օգնություն, առաջին բուժօգնություն ցուցադրում ենք, երբ 180 է լինում, 180-ից ավելի բարձր տարբերակներում մենք միջամտելու իրավունք չունենք, բայց այստեղ նաև անեստետիկի ընտրության հարցն է շատ կարևոր, ուրեմն բոլորին հայտնի երևույթ է, որ այն անեստետիկները, որոնք օգտագործում ենք մենք, իրենք փոքր չափաբաժնով պարունակում են նաև անոթասեղմիչ, որը որ նաև ինքնին նպաստում է զարկերակային ճնշման բարձրացմանը եւ շատերը պահանջում են, որ միգուցե իմ անեստետիկը պիտի լինի առանց այս անոթասեղմիչնյութի, այստեղ կարծիքները տարբեր են եւ կարեւոր է հասկանալ, ուրեմն երբ որ մենք փոքր չափաբաժին կա, որը թույլատրելի է համարվում, որովհետեւ երբ մենք այս անոթասեղմիչ նյութով անեստետիկն ենք օգտագործում, մեր անեստեզիան լինում է ավելի երկար եւ մեզ ժամանակ է տալիս մեր միջամտությունը ավարտին հասցնելու, իսկ եթե այս անոթասեղմիչ նյութը չի լինում, այստեղ մեծ ռիսկ կա, որ մեր աշխատանքի ընթացքում պացիենտը կարող է ցավային զգացողություն ունենալ, որի հետևանքով իր սեփական օրգանիզմը սկսում է արտադրել այդ կատեխոլամինները, այդ նյութերը, որոնք իրենց զարկերակային ճնշումը բարձրացնում են, այդ նույն ադրենալին որը որ մտնում է մեր անեստետիկի մեջ եւ սրա ազդեցությունը արդեն կարող է անվերահսկելի լինել։
Եվ բացի այդ էլ այդ անոթասեղ միջնյութերը ունեն արնահոսության կանխարգելող ռիսկեր, այսինքն եթե մենք տրավմատիկ միջամտություն ենք անում, որը օրինակ իմպլանտացիան է կամ ատամի հեռացումն է, որը ամենահաճախ կատարվող միջամտությունն է եւ որի պատճառով որ ավելի շատ է անհրաժեշտ վերահսկել այդ խնդիրները, այս պարագայում արնահոսության ռիսկերը մեծ են, դրա համար այս անոթասեղ միջների չափավոր կիրառումը խիստ կարևոր է եւ ուզում եմ որ պացիենտները անպայման իմանան, որ կան թույլատրելի չափաբաժիններ որ եւ մենք տեղյակ ենք այդ չափաբաժիններից եւ մենք դրանց թույլատրելի շեմը չենք հատում եւ այսինքն մարդիկ որոնք որ չեն գտնվում հիվանդության սուր փուլում որոնք որ արդեն օրինակ ունեցել են իշեմիկ հիվանդություն բուժվել են եւ առաջի 3 ամսվա մեջ չեն գտնվում, հա, արդեն կարգավորված շրջանում են, արդեն ստաբիլ են, մենք կարողանում ենք անվնաս անել մեր ստոմատոլոգիական միջամտությունները, ներառյալ հեռացումները, իմպլանտացիան, բուժումները եւ այլն։ Այսինքն ըստ էության ոչ մի սրտաբանական խնդիր հակացուցում չէ իմպլանտացիայի եւ նման բարդ միջամտությունների, թե այնուամենայնիվ կան դեպքեր, երբ դուք ասում եք, գիտեք, հիմա դուք չեք կարող տանել իմպլանտացիայի պես միջամտությունը։ Իրականում այդ դեպքերը, ինչպես Մարինեն արդեն նշեց, շատ քիչ են, շատ ավելի քիչ, քան պատկերացնում են թե ժողովուրդը, թե մասնագետները, որովհետև ես շատ հաճախ տեսնում եմ պացիենտների, որոնք գալիս են ասում են, ոչ մի բժիշկ չի ցանկանում բուժել, չեն ուզում վերցնել ռիսկը, դեն ժամանակ իհարկե միշտ Մարինեի մոտ եմ վարկում եւ ինքը այդ առումով տուժած է։ Ես թմով եմ պաշտպանված, էլի ես մենակ չեմ ընդունում եք ձեզ վրա այդ բանը հարվածը։ Նման իրավիճակների մեջ մտնում եմ, օրինակ երբ պացիենտի մոտ ակտիվ փորոքային տախիկարդիայի էպիզոդներ են ռիթմի խանգարման, որը կարող է մահացու լինել, որովհետև այդ նույն սիմպաթետիկ դրայվը, որի մասին Մարինեն խոսեց, ադրենալինի, նորադրենալինի արտազատումը արյան հուն կարող է շատ վտանգավոր լինել, բայց նաև մենք ունենք գործիքներ դրա դեմ, այսինքն յուրաքանչյուր պացիենտ, հատկապես եթե ինքը ունեցել է կրիզային ջոր էպիզոդ ստոմատոլոգի մոտ աշխատանքի ժամանակ, մենք փորձում ենք իրեն առաջին հերթին բուժել բետա պաշարիչների խմբերով, որոնք նվազեցնում են, ընկճում են այդ սիմպաթիկ ակտիվությունը եւ թույլ են տալիս ավելի վերահսկելի դարձնել։ Այսինքն եթե ես կարողանում եմ այդ փուլում նախքան պացիենտին ընդունելը մի հատ խոսեմ, հասկանամ, մենք ինչ խնդրի հետ գործ ունենք, ինչ պետք է անել եւ անհրաժեշտության դեպքում առաջին օգնությունն էլ կարողանանք ցուցաբերենք, ապա ես ինձ շատ ապահով եմ զգում սրտաբանի հետ համագործակցության ժամանակ էլի։ Այսինքն որոշումները միայնակ չեն կայացվում։ Այսպես պատասխանատվությունն էլ չի ընկնում մեկ մասնակետի վրա եւ խորհրդակցություն է ապահովում, իսկ դուք գոհ եք բուժառուների ներկայացնելուց իրենց խնդիրները։ Երբեմն բժիշկները բողոքում են, որ process-ը սկսվում է, գործերը առաջ են գնում, մեկ էլ պարզվում է, որ օրինակ չի ասել իր բավականին վտանգավոր քրոնիկական որևէ հիվանդության մասին, պարբերական հիվանդություն կամ նույն սիրտանոթային խնդիրը, դուք այստեղ հանդիպում եք խնդիրների նման դեպքերի։ Մենք շատ ենք բախվում եւ հատկապես մեր դեպքում շատ է լինում հենց սրտանոթային խնդիրներ ունեցող պացիենտներ, որոնք հակամակարդիչներ են ընդունում եւ որոշում են մեզ այդ մասին չտեղեկացնել։ Այստեղ մեծ խնդիր է լինում։ Սա մի քիչ թիրախավորված եւ այդպես խարանված խնդիր չի, ինչպես երբեմն մոռանում են, երբեմն ուղղակի թաքցնում են, որ իրանք որևէ քրոնիկ խնդիր ունեն։ Բուժառուների համար հատկապես ասպիրին ընդունելը նորմալ մի բան է, ոնց որ նախաճաշելը կամ, չգիտեմ, քնելը։ Օրինակ, երբ ասում եմ ինչ եք ստանում դեղորայքից, իրենք թվարկում են, ասպիրինը մոռանում են, երբ որ ասում եմ, բա ասպիրին չեք ստանում, նոր իրենք հիշում են, որ հա դե կարծում կների կան չտամ։ Այո։ Այդ ամենատարածված դեղորայքը։ Ահա, իրականում մենք շատ ենք բախվում այդ խնդրին։ Նախ այստեղ բժշկի համար էլ շատ կարևոր է նախապես այդ անամնեզ հավաքելը։
ինչքան էլ որ մենք բժշկից էլ է գալիս։ Իհարկե, պացիենտը ամեն ինչի մասին չի խոսում, պետք է ճիշտ հարցեր ուղղել պացիենտին, այստեղ շատ կարևոր է։ Եվ դուրս քաշել, բոլոր թաքնված ինֆորմացիաները դուրս հանել։ Եվ մեր աշխատանքի ժամանակ շատ անհրաժեշտ է չոր դաշտ ստեղծելը, մեկ էլ տեսնում ես աշխատում ես եւ այդ դաշտը չի չորանում, այդ արունը չի կանգնում եւ պացիենտը տեսնում է քո տառապանքը եւ տանջանքը եւ ասում է՝ գիտեք, ես տեղորայք եմ ընդունում։ Այսինքն, մարդիկ, որոնք ամբողջ կյանքում միգուցե խմում են հակամակարդիչներ, մենք այստեղ էլ լուծում ունենք, եթե մենք այդ խնդրին տեղյակ ենք լինում նախապես, կան դեպքեր, որ ուղղակի պետք չի ընդհատել եւ չենք ընդհատում, ընդամենը դոզայի ճշգրտության հարց է լինում, կան դեպքեր, որ ընդամենը 24 ժամով ընդհատում ենք սրտաբանի թույլտվությամբ, մի հատ խորհրդատվություն ենք կազմակերպում սրտաբանի թույլտվությամբ 24 ժամով ընդհատում ենք, մեր միջամտությունը ավարտում ենք եւ նորից պացիենտը անցնում է իր մշտական ռեժիմին այդ դեղորայքի ընդունման։ Եվ այլապես հակառակ կողմում ռիսկն է արյունահոսության։ Օրինակ, ատամի հեռացումից հետո արյունը կարող է չկանգնել, պարզագույն հեռացում։ Եվ չէ որ երբեմն այդ հեռացումը տեղի ունենում օրվա երկրորդ կեսին, օրինակ, եւ օրվա երկրորդ կեսին պացիենտը գնում է տուն 1-2 ժամ, մեկը գիշերը զանգում է, որ ես արյունահոսում եմ։ Սա խնդրեմ է։ Դրա համար ավելի հեշտ է նախապես զգուշացնել եւ նման ռիսկերը կանխել։ Կարևորագույն հարց եմ համարում։ Մյուս կողմից չմոռանանք նաև նրա մասին, որ եթե մենք խոսում ենք դեղորայքը ընդհատելու վերաբերյալ, ապա շատ կարևոր է այդ ժամանակահատվածը ճիշտ ընտրել։ Օրինակ, շողացող արիթմիայով պացիենտների պարագայում, եթե դուք 48 ժամից ավել ընդհատեցիք հակամակարդիչ դեղորայքը, իրենց մոտ կարող է ինսուլտ առաջանալ։ Եվ այդ է պատճառը, որ կրկին անհրաժեշտ է խորհրդակցություն երկու դիսցիպլինների ներկայացուցիչների միջև, որպեսզի մինիմալ ռիսկերով ընդհանրապես կոմունիկացիան շատ կարևոր եւ էֆեկտիվ բան է, որը մեր երկրում խոր համոզմունքով դեռ առաջընթացի նույն լեզվով խոսելու նույնիսկ մասնագետների միջև կարիք ունենք։ Փոխվել են, չէ՞, պացիենտները, մի քիչ սկսել են խոսել, մի քիչ սկսել են զբաղվել իրենցով։ Պացիենտները թե բժիշկները իրար հետ կոմունիկացիայի տեսանկյունից իհարկե ավելի լավացել ենք։ Բայց ես հիմա չեմ կարող պատկերացնել, որ պացիենտին ասեք, գիտեք, ձեզ հիմա պետք է սրտաբանի խորհրդատվություն եւ ինքը չզարմանա, բայց ես ձեզ մոտ եմ եկել, ինձ պետք է, չգիտեմ, իմ կարիեսը պլոմբավորեք, ես գնամ կամ իմպլանտը ինչ է, մի հատ դնեք եւ գնամ։ Ինչի եք դուք ինձ ուղարկում կաբինետներով, չէ՞, այսպես էլ ասում են։ Սա դեռ կա է զարմանքը հատկապես ձեր համագործակցության համար եմ ասում, կրկնում եմ, որտեվ նույնիսկ դեմքի վրա չի դա օրինակ։ Լուսի ջան, պատկերացնում եք դուք ինչքան բժիշկների հետ եք շփվել եւ նույնիսկ եթե դուք եք զարմանում, բուժառուներն էլ ձեր նման ձեր չափ շփում չեն ունենում եւ իսկապես զարմանում են եւ չեն պատկերացնում, որ այդտեղ կապ կա։ Դրա համար եմ կարեւորում այս հարցերի բարձրացայնումը եւ պացիենտների իրազեկումը, որ այստեղ շատ սերտ կապ կա եւ հեշտ լուծվող հարցեր կան, այսինքն եթե կա կոմպետենտ մասնագետ սրտաբան եւ կոմպետենտ ստոմատոլոգ, այս հարցը լուծվում է եւ շատ մարդկանց կյանքի որակ կարող է դեպի լավը փոխվել։ Մեկ այլ խումբ պացիենտներ էլ կուզեի նշեի, որոնց մասին չխոսեցինք, որոնք ունեն արհեստական ռիթմավարներ, հա, ճիշտ եմ անվանում։ Սրտի էլեկտրոնային իմպլանտացվող սարքեր կամ ռիթմավար սարքեր։ Ռիթմավար սարքեր, իրենք նույնպես, այս մարդիկ այնպես չի որ շատ են, բայց այնուամենայնիվ նախ իրենց քանակը ոնց հասկանում եմ շատանում է, որովհետև այս միջամտությունը աճում է, ահա, եւ շատ կյանքեր են փրկվում այս ռիթմավարների շնորհիվ։ Բայց դրական նշան է, չէ, երևի ավելանալը, քան բացասական, որովհետև հետազոտվում են։ Եվ դրա նաև կարծում եմ վերջին մեր առողջապահական ռեֆորմը նույնպես մեծ զարգ կտա, քանի որ դժվարամատչելի էին այս սարքերի իմպլանտացիաները, այժմ շատ ավելի շատ պացիենտներ կկարողանան անցնել միջամտություն, եւ իրանց հիմնական նպատակն ու դերը իհարկե սրտի ռիթմը կարգավորել եւ կանխել սրտային անբավարարությունը, որը իհարկե Եվ այս պացիենտները երբ հայտնվում են մեր կաբինետում, մտավախություն կա եւ իրենք այդ մասին գիտեն։ Չգիտեմ ոնց իրենք այդ մասին լսած են լինում, գիտեն, միգուցե քանի որ նման կարևորագույն սարք են տեղադրում, միգուցե կարդում են, զգուշացված են լինում եւ այլն, հա։ Ուրեմն մեր ատամնակայերի մաքրման սարքեր եւ ընդհանրապես բոլոր սարքերը, որ մենք օգտագործում ենք, կա վտանգ, որ կարող է այս ռիթմավարի աշխատանքը խափանի։
Եվ այս մասին ստոմատոլոգները նույնպես շատ լավ գիտեն եւ ուզում եմ տեղեկացնեմ, որ կան տարբեր մեխանիզմով աշխատող ուլտրաձայնային սարքեր կան, սարքեր, որոնց հիմքում մագնիսական դաշտն է ընկած։ Այս սարքերը արգելված են նման պացիենտների համար կիրառելու։ Եվ կան սարքեր, որոնք առանց մագնիսական դաշտի են աշխատում, եւ ստոմատոլոգները դրանք տարբերում են, գիտեն եւ կարողանում են անվտանգ անեն այս գործողությունները։ Եվ առավել եւս հիմա սրտաբանությունն էլ է այս հարցը լուծում, ուրեմն այս ռիթմավարների տեսակներ էլ կան։ Հին սերնդի այդ ռիթմավարները բան են, յունիպոլար են, այսինքն մի քիչ ավելի զգայուն են, Շատ են խախտվում են, այս նոր սերնդի սարքերը ավելի պաշտպանված են եւ ավելի ապահով են, բայպոլար են դրանք։ Այսինքն այս սարքերի դեպքում արդեն մեր սարքն էլ կապ չունի թե որն է, բայց ուզում եմ ասեմ, այս պացիենտների դեպքում էլ շատ պետք է վերահսկել բերանի խոռոչի առողջությունը եւ կա անվտանգ ճանապարհ այս գործողությունները անելու։ Կարող ենք նշել, որ ձեր համատեղ պացիենտները փաստորեն 50+ տարիքի են, թե ոչ միշտ, հա, երևի 30+ կարելի է ասել։ Այդքան երիտասարդ։ Եվ նոր մինչ եթերի սկսելը Տաթևիկի հետ քննարկում էինք մի պացիենտի, որը որ ուներ եւ սրտաբանական խնդիր ունի, եւ արիթմիա ունի այդ պացիենտը, եւ ունի շնչառության լուրջ խանգարում եւ շնչառական ապնոե ունի եւ ուներ ատամնածնոտային համակարգի լուրջ շեղում, որի հետևանքով ստորին ծնոտը դիրքափոխվել էր։ Այս ստորին ծնոտի դիրքի փոփոխության հետևանքով շնչուղիները նեղանում են եւ իր խնդիրները սրվում են, այսինքն թթվածնային քաղցը կարող է դրդապատճառ լինել, որպեսզի իր հիմնական սրտաբանական խնդիրը ավելի վատ թարանա։ Եվ մեր միջամտության հետևանքով, երբ ստորին ծնոտը վերադիրքավորվեց եւ ատամներով բլոկ է ստեղծվում, որպեսզի ստորին ծնոտը այլևս չկարողանա հետ գնա իր դիրքին, այսինքն այս մարդու շնչառական խնդիրները լուծվեցին։ Օրթոդոնտիայով է դա, թե օրթոդոնտի եւ օրթոպեդի համագործակցությամբ, այսինքն օրթոդոնտը սկզբից միջամտում է ստորին ծնոտը դիրքավորում է, հետո օրթոպեդը այդ ստացած դիրքը ֆիքսում է շապիկների կամ վինիրների օգնությամբ եւ չեք կարող պատկերացնել, բայց այդ մարդու շնչառական խնդիրները լուծվում են ավելի լավ շնչել։ Անհամեմատ, հա, դե իր գնահատելով, նույնիսկ իր գնահատելով գիշերը ավելի հանգիստ քնում է։ Եվ դա չի կարող դրականորեն չանդրադառնալ սիրտանոթային համակարգի վրա, էլի, այսպես էլ այստեղ էլ ունենք պացիենտներ, որոնք որ այսպես ասած թերագնահատում են թե սրտաբանները, թե պացիենտները ստոմատոլոգի միջամտական դերը։ Այո, ստոմատոլոգները ընդհանրապես վերջին տասնամյակում գերակտիվ են, շատ ստեղծագործական են դարձել, շատ ավելի այսպես ոսկերչական ու էսթետիկն իր հերթին, բայց նաև ոսկերչական նկատի ունեմ այդպես շնչառության հարց լուծող, կծվածքի հարց լուծող, չգիտեմ, գլխի դիրքի հարց, ամեն ինչի հարցին ուշադրություն են դարձնում։ Լուծել, մենք կգնանք Մայամի հանգստանալու։ Մեզ ծովափին կոկտեյլով պարկել։ Ծովափին կնշենք այս համագործակցությունը որպես արդարացված եւ վերջին րոպեներին ինչ որ խորհուրդներ ունեք, որ դուք կուզեիք այսպես հորդորել մեզ լսող պացիենտներին, ովքեր ունեն օրինակ սրտաբանական քրոնիկական խնդիրներ եւ դուք կուզեիք, որ իրենք այդ ուղղորդումով դիմեին ձեզ երկուսիդ, ինչին ուժադիր լինել։ Սիրելի բուժառուներ, հատկապես մարդիկ, ովքեր ունեն կառուցվածքային սրտի հիվանդություն, բնածին արատ, պրոթեզավորված փականներ, պրոթեզավորված աորտա կամ իմպլանտացված սարքեր, շատ եղեք ձեր սրտի եւ բերանի խոռոչի համատեղ գործունեությանը եւ կապին եւ առնվազն 6 ամիսը մեկ այցելեք ստոմատոլոգին վստահ լինելու համար, որ այնտեղ ամեն ինչ կարգին է։ Լավ, ձեր կողմից ես էլ կուզեի կոչանել ավելի շատ ուշադրություն դարձնել կանխարգելմանը, բացի արկա խնդիրների լուծմանը եւ բուժմանը, եւ կանխարգելումը շատ կարեւոր է թե սրտաբանության ոլորտում, թե ստոմատոլոգիայի ոլորտում, եւ երևի մեր հիմնական ուղղությունը առաջիկա տարիների պիտի դա լինի, որ մենք փորձենք կանխարգելենք բարդ խնդիրները,
եւ ավելի հեշտ խնդիրներով գնանք Մայամիում։ Ես այժմ ասեի, գիտեք, որ հեշտ խնդիրները մնան, միգուցե դուք չհասնեք Մայամի, դա ձեզ չի անհանգստացնում։ Ես վստահ եմ ձեր բարեխղճության աստիճանը, որ հարցը լուծել վաղ փուլում, չտանջել պացիենտին եւ կանխարգելումն ապահովել, այսպես երկու ուղղությամբ միանշանակ վստահ եմ, փորձենք հետեւել ձեր խորհուրդներին։ Հարգելի ունկնդիրներ, այսօրվա համադրությունը որքան էլ զարմանալի էր, բժիշկ սրտաբան եւ բժիշկ ստոմատոլոգ նրանք իրար հետ համագործակցում են, հետևեք նրանց խորհուրդներին։ Ձեզ համար աշխատեց Լուսի Քոչարյանը, ցտեսություն բոլորին։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։